Ես ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից նման ամոթալի խորհրդարան ունենալու համար։ Այս խորհրդարանը, սիրելի բարեկամներ, մեր սխալների հետևանքն է։ Հույս ունեմ, որ մեր նման մտածող մարդկանց հետ միասին օրինական միջոցներով առաջիկայում կշտկենք մեր թույլ տված սխալը։ Ըստ խորհրդարանական ուժերի եւ մասնավորապես այդ ուժերից մեկի ղեկավարի ազգային ժողովը բաղկացած է համբալներից, թալանչիներից, գործակալներից, կոռուպցիոնիստներից ու դավաճաններից։ Իսկ տիտղոսային ընդդիմությունն էլ գործող իշխանությանն է մեղադրում հնարավոր բոլոր պիտակավորումներով, էլ ծախվածներ, էլ թուրքի գործակալներ, էլ դավաճաններ եւ այլն եւ այլն։ Մեր ժողովուրդը, սիրելի բարեկամներ, սիրելի հայ հասարակություն, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դուք արժանի եք խելացի, հավասարակշռված, սթափ ու շրջահայաց իշխանության եւ ընդդիմություն ունենալու։ Այս մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը, ապացուցում են, որ մեկը մյուսին արժանի են։ Եվ ուստի պետք է հեռանան միաժամանակ։ Ես խորապես համոզված եմ, սիրելի բարեկամներ, գործող իշխանությունը, գործող ընդդիմության հետ միասին, ձեզ հետ միասին, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ, մենք պետք է իսկապես ձևավորենք քաղաքական այլընտրանք, պետք է իսկապես որակապես նոր այլընտրանքային ծրագիր ներկայացնենք մեր ժողովրդին եւ իսկապես կարողանանք այս ուժերին պարտության մատնել։ Սրանք անհաղթելի չեն, մի վախեցեք, ուղղակի պետք է մեր հասարակության մեջ մի անգամ վերականգնել իսկական